Լոռու մարզի Օձուն գյուղում ազգային երգն ու երաժշտությունը միավորել էին հարյուրավոր երեխաների։ Անցկացվել է Ճախրուկ ամենամյա միջազգային 6-րդ ներառական փառատոնը։ Երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա եւ Անահիտ Մխիթարյանները 2019 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատանը սեփական նախաձեռնությամբ որպես կամավորներ ստեղծել են Ճախրուկ մշակութային կենտրոնը եւ մինչ օրս մանկատան սաներին ուսուցանում են ազգային, փողային եւ հարվածային գործիքներ, ազգային, հոգեվոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն։ Կազմակերպիչների խոսքով փառատոնն այս տարի եւս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստը սահմաններ եւ հնարավորություններ չի ճանաչում։ Ճախրուկը հարյուրավոր մարդկանց է համախմբում իր շուրջ, իր գաղափարի շուրջ, իսկ Ճախրուկի գաղափարը հետեւյալն է, գաղափարախոսությունը, ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք։ Եվ այդ հոգու թռիչքը մենք իսկապես այսօր ունենալու ենք այս աստվածային վայրում։ Փառատոնի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին մասնակից հաստատությունների երեխաների ձեռագործ աշխատանքները։ Միջոցառումը մեկնարկել է երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով, որին հաջորդել են ազգային, հոգևոր եւ ժողովրդական երգերի ու պարերի կատարումներ։ Բեմում հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված մանկատան Ճախրուկ էթնո երաժշտախմբի սաները, կատարելով կոմիտասյան, օրորոցային եւ ժողովրդական երգեր։ Ճախրուկը ինձ ամը փոխեց համասակություն, որ համասակորեն խոսում եմ, լվագում եմ, բեմերում։ Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով ներառական հասարակություն ձևավորելու տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն հենց նման նախաձեռնությունները։ Մեր բոլորի նպատակը իրականում դա է, ներառականությունային դա է, որ որևէ մեկը չտարբերի մեկ ուրիշ քաղաքացու, կլինի երեխա կամ ոչ երեխա, նրանով թե նա ինչպես է տեսնում աշխարհը, ինչ ուրիշ սահմանափակումներ ունի, նույնիսկ սահմանափակում բառն եմ դժվարությամբ օգտագործում, որովհետև չեմ էլ ուզում օգտագործեմ իրականում։ Այս տարվա փառատոնին մասնակից խմբերը ելույթ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի եւ Տաղարան հնագույն երաժշտության համույթի երաժիշտների հետ։ Հյուրերի թվում էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւ այլ պաշտոնյաներ։ Ճախրուկների հետ ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, Վանակն ավանդական պարի խումբը։ Այս անգամ փառատոնին մասնակիցներ են եղել նաեւ Ղազախստանից ու Մարոկոից։